Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցս վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ինչու, որովհետև ես Հանրապետության գլխավոր դատախազին այդ հարցը տվեցի, այնպես էլ հարցի պատասխանը չստացա, հատկապես դատախազական վերահսկողության շրջանակներում ինչ է իրականացվել պատերազմի ժամանակ նախաքննական գործունեության նկատմամբ եւ ինչ է իրականացվել պատերազմից հետո։ Այս հարցս հիմա ձեզ եմ ուղղում, ինչ է արվել պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո։ Քանի որ, ինչպես գիտեք, պատերազմում են ոչ միայն բանակները, այլ պատերազմում են պետությունները եւ պետության ռազմաքաղաքական ղեկավարության ճիշտ կառավարումից է կախված, թե ինչպիսի հաջողություն պետությունը կարող է ունենալ։ Քաղաքական ղեկավարության գործունեությունից է կախված, թե ինչպես սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ պատերազմը վարել, ինչպես մոբիլիզացնել ամբողջ ժողովրդին եւ ինչ պայմաններում համաձայնել հաշտության, ինչպիսի դաշնակիցներ ձեռք բերել եւ ինչպիսի հարաբերություններ ունենալ։ Մեր ունեցած տեղեկությամբ քրեական գործերի մեծ մասը վերաբերում է բանակին։ Բանակները միայնակ չեն ղեկավարվում, դրա համար իմ հարցս ավելի կոնկրետ, քրեական գործի քանիսը կամ քանի տոկոսն են վերաբերվում բանակին եւ քանի տոկոսը ոչ միայն բանակին, այլ տարբեր ոլորտներին եւ տարբեր ոլորտների ղեկավարներից, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությունից, որոնք են տարբեր քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել։ Սա այնպիսի հարց է, որ մտահոգում է մեր հանրությանը եւ կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի հնչեղությունը ոչ ավելի քիչ պակաս է, քան առօրյայում տարբեր ոլորտներում տեղի ունեցած խախտումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Օհանյան։ Ես նշեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունենք բազմաթիվ քրեական վարույթներ հարուցված, տարբեր հանցատեսակներով, սկսած անփութություն, պաշտոնական լիազորություններն անցնել, պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքության, բազմաթիվ հրաման չկատարել, բազմաթիվ հանցատեսակներով վարույթներ ունենք հարուցված եւ այդ վարույթները մենք հիմնականում բաժանել ենք մի քանի ուղղությունների, այսինքն սկսած Բարսաշճան սպաներից, ովքեր որ ղեկավարել են այդ հիմնական ուղղությունները, վերջացրած այն զինվորով, մենք յուրաքանչյուրի գործողությունները հետևանքի տեսանկյունից, վրահասման տեսանկյունից գնահատել ենք։ Դուք տեղյակ եք, որ մենք արդեն իսկ որոշակի քրեական վարույթներ ունենք, որ առանձին ուղղություններով Բարսաշճան սպաների եւ հրամանատարների կողմից կատարված հանցանքները առերևույթ մենք հաստատել ենք եւ հենց այդ անգործությունը կամ գործողությունն է ըստ մեր գնահատման բերեր տվյալ ուղղությամբ ձախողման կամ հարցաղողական կամ պաշտպանողական ուղիղ մենք ունենք մեղադրանքներ, այս վերջերս նաև այս տարի մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք նաև մեկ ուղղության վերաբերյալ քրեական վարույթը, որ մեր գնահատմամբ, վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ տվյալ Բարսաշճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլև հետագայում ամբողջ պաշտպանական շղթան մի ուղղությամբ ձախողվել է եւ ունենք կոնկրետ հետևանքներ։ Ես ուղղությամբ ունենք բավարար թվով ապացույցներ եւ եթե ձեզ ուղղակի sense գործի վերաբերյալ առանձին բանոյան չեմ կարող մանրամասնել տրամադրեմ, բայց մենք արդեն իսկ մեծամասնությամբ բարձած հանգամանքներ ունենք եւ ունենք առանձին ուղղություններ, մենք սա պետք է դիտարկենք համակարգային, սկսած առանձին ուղղություններով, սկսած առանձին ըստ էության իրենց գործողություններով, նույնիսկ պատերազմի արդյունքի վրա իմ կարծիքով մենք ունենք նաեւ մեծ քրեական վարույթներ, որոնք որ հիմա դատարան ենք ուղարկել, օրինակ դավաճանության դեպքեր ունենք, առանձին վերցրած պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք։ Հիմա մենք պետք է գնահատենք վերջնաարդյունքում, թե որքանով է պետական դավաճանությունը տվյալ անձի կողմից կատարած արարքը ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով։ Եվ ունենք
տվյալներ, հիմա ես չեմ ուզում գաղտնիության, քանի որ այդ քրեական վարույթների մեծամասամբ քրեական վարույթները գաղտնի ռեժիմով են քննվում, ես չեմ ուզում փակագծերը բացեմ եւ դատարանում դռնփակ նիստով են իրականացնում, մենք առաջիկայում, երբ որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր ունեն, հնարավորություն կստանանք նաեւ այս առումով գնահատել, թե որքանով են այդ անձանց գործողությունները նաեւ պատերազմի արդյունքի վրա ազդել։ Մենք գիտենք, որ իհարկե քրեական վարույթներ ունենք, որոնք որ վերաբերում են նախկինում ձեռբերված սպառազինության հետ կապված, այս առումով էլ քրեական վարույթներ ունենք։ Պարոն Օհանյան, դա բազմաշերտ հարցադրում է։ Ես հիմա անկեղծ պատրաստ չեմ հիմա կոնկրետ ձեզ հստակ ասեմ, թե օրինակ, այս հրամանատարի կներեք ժամանակը սպառվել է։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Ես հասկանում եմ, որ դուք նոր եք այդ պաշտոնի նշանակված եւ կարող է ամբողջությամբ չտիրապետեք, բայց հաշվի առնելով ձեր փորձը նաեւ դատաիրավական համակարգում գործունեության, պետք է տիրապետեիք եւ նաեւ իմ հարցի էությունը կայանում է նրանում, բացի բանակից։ Մեր իշխանության բոլոր թևերը, օրենսդիրը, գործադիրը եւ նաեւ դատական իշխանության թևերը բոլորը պատասխանատու են պատերազմում իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։ Այդ տեսեք, դուք նորից ես հարցը տվեցի, բայց դուք նորից ասացիք, բարձրաստիճան սպաներ, ուղղություններ, զինվորներ, սպայից մինչև զինվոր։ Այս պետությունը ղեկավար ունի, թե չէ։ Այդ ղեկավարությունը իր դերակատարությունն ունեցել է, թե չէ, ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկուն կանգնելու, մոբիլիզացիա անելու, ի վերջո տեղի հրամանատարները ոչ մեկը մեղավոր չի, որ ինչ-որ միտեղ մխրճում է եղել։ Մեղավորը այն է, որ ռազմական գործողությունների թատերաբեմը հասկանում է եւ պետք է տանի այդ ուղղությամբ համապատասխան, ավարտում եմ, պարոն Ռուբինյան, համապատասխան այսպես միջոցներ ձեռնարկի։ Միայն շեշտադրումը բանակի վրա անընդունելի է։ Օրինակ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը որևիցե մի գործով հարցակնվում է, թե չէ, առանց վիրավորելու, առանց որևիցե մի բան։ Երկրի ղեկավարն է ինքը եղել։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, ես ճիշտ ասեմ, չէ, դուք քաղաքական հայտարարություններ եք անում, բայց ես մի հատ sense իրավիճակ ասեմ, դուք ասում եք ինչի եք օրինակ անդադ բարձրաստիճան սպաների, զինվորականների մասով, չէ։ Բայց երբ որ գործի անունը չմատնանշեմ, սուբյեկտը չմատնանշեմ, պարոն Օհանյան, երբ որ օրինակ, չգիտեմ, ստրատեգիական ինչ-որ դիրքի եւ այլի հետ կապված ունես համապատասխան բավարար միջոցներ, սպառազինություն, անձնակազմի թվաքանակ, քեզ զգուշացնում են հրամանատարություն, որ այս դիրքը օրինակ չի կարելի զիջել, պետք է համալրվեն, հակառակ պայմաններում ստիպված ես լինելու օրինակ նահանջես, եւ դու չես անում ոչինչ։ Ես չեմ հասկանում, այդտեղ օրինակ քնիչը, որ արզում է այս գործողությունները, քնիչը ինչ պետք է գնահատի։ Այսինքն այդ ուղղությամբ հրամանատարի արարքին է, չէ՞ գնահատական։ Այսինքն այստեղ ունեցել ես բավարար թվով անձնակազմ, սպառազինություն, հետևանքները կանխատեսել են, քեզ ուղիղ ասել են, եւ դու քունն ես պնդել ու հետևանքը վրա է հասել։ Հաջորդը։ Երբ որ օրինակ, չգիտեմ, գործողությունների արդյունքում այս դիրքը ըստ էության չեն զբաղեցնում։ Հակառակն եմ ասում։ Հիմա ում արարքին պետք է գնահատական տանք։ Պարոն Օհանյան, դրա համար ես հիմա ասես դրվագային առանձին ասեցի, բայց գլոբալ առումով մենք վերլուծում ենք, թե նաև մյուս այլ գործոնները որքանով են նպաստել ելքի վրա։ Այսքանը։